Հարկնեժդեհին կրկնեմ նորից թափթփուկ ոչնչություն ԿՊԱ-կանը չի կարող հայհոյել Մարդակեր Քոչարյաններին։ Դա անհետևանք չի կարող մնալ։ Եթե թափթփուկը Մարդակերին հայհոյում է, ուրեմն վերևից իրենց երկուսին կառավարող կետից հանրարարություն է իջեցվել։ Ես մտով հիշեցի, որ Ծառուկյանին օգտագործեցին մի հատ հեղափոխություն պարպեցին, հիշում եք, որ դուրս է գավի փերուզում էր հեղափոխություն անել բան, չէ, հետո նորից այդ մարդուն սարքեցին դոդի գագո, այնպիսի լագոտներ էին, բան ամբիոնից տենց արդեն բանա Ծառուկյան Գագիկին իր այդ ածականով կամ վիրավորում, չգիտեմ ինչ ասես ասում էին, որովհետև ասել են Գագիկ դու պետք է գնաս ընդդիմադիր խաղաս, ժողովրդին հավաքես, պարպես, թուլացնես, հետո ասես ես գնում եմ մեր տուն, քեզ էլ ինչ կասենք։ Հետո նորից դոդի գագոից կսարքենք պարոն Ծառուկյան։ Ինչ որ տեղի ունեցավ։ Հիմա Կրեմլի համակարգը մի բան հասկացել է, որ ժողովուրդը Նիկոլին ականջներով սիրում է։ Ոնց անի որ Նիկոլի հեղինակությունը պահի, մարդը գնաց Կրեմլ նորից ամրապնդեց իր դիրքերն եկավ, հարմարվեց եկավ, չէ՞։ Ոնց պետք է Նիկոլի դիրքերն ամրացնի, Քոչարյանների հասցին հայհոյանք վիրավորանք հնչեցնելով։ Քոչարյանի տղուն ուղիղ երեսին ինչ ասես ասեցին։ Խորհրդարանական ամբիոնը իսկապես օրենքներ ստեղծելու, մշակելու համար է։ Դա փողոց չէ։ Այն որ Նիկոլին ասում է լուրջ եք վերաբերվում այս երկրին, այդ անլրջացրել են դիտմամբ։ Էլ եմ ասում, ու մեկը մյուսին նախկինները ներկաներին, ներկաները նախկիններին։ Այնպիսի հիմնավորած մեղադրանքներ են ներկայացնում, որ ասենք, էլ բան չեն պահել, էլ թակուն բան չկա։ Թակուն բան չկա, ոչ մեկից թակուն, բոլորի հանցանքները հանրությունը գիտի։ Ու լուր է հանրությունը։ Հասկանում եք։ Լուր է նաև Անդրանիկ Քոչարյանը։ Ասենք կարա չէ դատախազին ասի, դատախազ ջան, բայց sense որ լսում ես իրար մեղադրում են, ինչ եք կարծում, չարժե վարույթ սկսել։ Թե ասենք բանը իժոին բան մի անգամ բանը sense տագին տվել եք, ասել եք Ժիրայր Սեֆիլյանի անունը մի հատ հնչեցրա, նորից sense թարմացնենք, մի բան կպցնենք Ժիրայր Սեֆիլյանին կամ Բևերին, այն ծեծված թեման, որ ազգային անդամությունում քննարկվել, սղագրվել, արձանագրվել, ասվել, տեղեկացվել էր գործը, մի հատ նորից հանեցիք հանրության մեջ, ինչ-որ բան սարքեցիք, որ հələ տեսեք էլի, հա։ Հələ դες ինչ ֆրոնտա բանը տալի քեզ ընդդիմություն կոչվածը, նախկիններ ասածը, եւ իշխանություն կոչվածը, ներկաներ ասածը։ Ինչ ֆրոնտ են տալի հանցագործությունների։ Անդրանիկ Քոչարյան, մի հատ առաջարկ գար էլի, դատախազը քնած է երևի։ Հասկանում եք, անհետևանք իրար մեղադրում եք։ Իրար խորհրդարանի ամբիոնից էլ հեր, էլ մեր, էլ լավ, էլ վատ։ Գիտեք ինչ է տեղի ունեցել։ Բացասական սելեկցիա։ Ամբողջ աշխարհում ընտրությունները կազմակերպվում են, որ ամենալավագույնին ընտրեն, առանձնացնեն, տանեն խորհրդարան, տանեն երկրի կառավարման, լավագույնին։ Մեր մոտ ընտրություն է տեղի ունեցել, լավագույնը առանձնացվել է, այն անպետք է տարել է խորհրդարան։ Լավագույնը թողել են, որ բանը փչանա արևի տակ։ Այն բան մի անգամ պատմեցի, չէ՞ որ ոնց են, ասենք, բերքը հավաքում, ասենք կարտոֆիլի վրա օրինակ բերեցի, եւ ընտրում ենք, չէ՞, ասենք լավագույնները առողջ չվանը ընտրում ենք, որ պահենք սերմացու եւ ուտելու։ Այն տակի մնացածը անաստակ էր, որովհետեւ իրենից ոչ կարա սեր, ոչ կծլի, ոչ սերմ կդա, ոչ բան պիտանի չի, համնել են չի։ Էդի տալիս ենք անաստակ էր, խոզերին, հավերին, հորթերին։ Գյուղի տղա եմ էլի, արել եմ, գիտեմ։ Մենք խորհրդարանը ձևավորել է հայ ժողովուրդը, ընտրել է բացասականը, ամենաանպետքը, որոնք իրենց արած հանցագործությունների անբարոյականությունների մասին բարձրաձայնում են։ Ու ժողովուրդը նստած նայում է ասել, չի ասում այդ ձեր հերն անից եմ էլը բոլորդ մի կողմ։ Հա, այս ինչ շատ եք դուք սիրում, որ Քոչարյաններին հայհոյում են։ Իսկապես կարելի ասենք
այս բանի է, այդ Նիկոլագանի ականջի տակ Քոչարյանին հայհոյել, ձեռից ամեն ինչ տանել։ Սիրտը հովանում է։ Հələ ոնց են էլի մշակել ստացել։ Քպական, հան անողնաշարը, ասենք մտովի հետ ես գնում 7 տարի, դրանք ասեղի անցքով կանցնեին, էլի, ասենք դրանք ոչ մի տեղ չկային։ Ամբյունից իջնում են, վրա են քշում, հայհոյում, բան սենց կանենք, այսինքն այդ պայմանավորված է, էլի, ասենք ժողովրդին ցույց են տալի, ժողովրդան չվախենակ, մենք Քոչարյաններին համ հայհոյում ենք, համ էլ այնքան ուժեղ տղա ենք, կարանք ծեծենք էլ առաջ էլ գնանք, բան էլի, դուք մենակ մեզ ընտրեք, միշտ մեզ պահեք, որ մենք Քոչարյանների դեմն առնենք։ Էլի եմ ասում, մարդակերի հետ ոչ մի ճիվախ չի կարող այդպես խոսի։ Անհնար է, դա բացառվում է։ Ոչ մի ճիվախ չի կարող։ Եթե տերը, այն ամենավերևի տերը, դա այդպես չի կամեցել։ Իսկ դու նստած դեռ Նիկոլին ականջներով սիրում ես։ Քնած հայ ժողովուրդ։ Այս խորհրդարան չի։ Եթե դու ընտրել ես մի բան, որը զբաղված է, չգիտեմ, շատ կներեք պորնոգրաֆիայով, դու պետք է շատ արագ դրա դեմն առնես, անվստահություն հայտնես։ Ոչ թե նստես դրա թատրոնը նայես։ Այդ թատրոնը շանթով են ցույց տալի, շուտ հումորային հաղորդումներ կա, որ արդեն մարդիկ ուղիղ իրար հայհոյում են, սեռական գործողություններ նկարագրող պատմություններ են, հումորներ են անում, Արմենիայով, չգիտեմ եսին որտեղով, փչացել է, ամեն ինչ փչացել է։ Խորհրդարանը նման մի տեղ է դարել։ Ու քո արժեզրկումը շարունակվում է։ Եթե դու սենց ուղղակի հանդիսատեսի դերում մնաս մինչև Նիկոլի ասած, այս ինչ պետությունը կդառնա չպետություն։ Սթափվիր եւ ուշքի արիր։ Չի կարելի միշտ կատարել բացասական ընտրություն։ Մաղով անցկացնել, լավերին դնել մի կողմ, անպետքը տանել խորհրդարան, տանել բարձր պաշտոնների, տանել, չգիտեմ, ես իմ երկրի ղեկավարման։ Սթափվիր վերջի վերջո։ Փառք նժդեհին։